Շնորհակալություն պարոն Հակոբյան, բարձր կատարողականներ ապահովելու համար եւ նաեւ շատ ուրախալի եւ ողջևորիչ է թվային տեխնոլոգիաների այսքան մասշտաբային կիրառումը։ Այս մասով իհարկե թեստերի բացահայտումը նաեւ նպաստում է մրցակցության հավասարության վրա եւ ինչը միանշանակ իր դրական էֆեկտն է տալու տնտեսության ընդհանուր զարգացման վրա։ Կուզենայի հետաքրքրվել այս թվային տեխնոլոգիաների ներդրումը, եթե մենք համատենք առաջատար այս ոլորտում երկրների հետ, ովքեր ավելի թվայնացված են, մենք ինչ բալանսի եւ ինչ հեռավորության վրա ենք նրանցից, որպեսզի կարողանանք միջազգային ամենաբարձր մակարդակի թվայնացում ունենալ եւ մյուս հարցը սրա վերաբերյալ թվայնացման այս գործիքակազմի ներդրման արդյունքում ենթադրաբար պիտի որոշակի ֆիզիկական եւ մարդու գործոնի բացառում լինի, հետեւաբար սրա արդյունքում մենք ունենում ենք ավելի արդյունավետացում կառավարման տարբեր վարչություններում կամ տարբեր սեգմենտներում նախարարության, քանի որ ենթադրաբար պիտի լինի որոշակի օպտիմալացում աշխատողների կրճատում եւ այլն եւ ավելի վերահսկողության բարձրացում այս մասով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ կարևոր հարցերի համար։ Իրականում թվայնացման առումով մենք ճիշտ նկատեցիք առաջատարներից ենք ու եթե համաշխարհային համեմատության մեջ վերցնենք շատ դժվար կլինի ես այդ գնահատականը տամ, բայց ընդհանուր մոտեցել ենք առաջատարներին։ Ես ավելի շատ հղում կանեմ, օրինակ երկու մեջբերում կանեմ, երբ որ խոսում ենք համաշխարհային բանկի մեր գործընկերների հետ, որոնց հետ համագործակցությամբ անցած տարի ներդրեցինք մի քանի արհեստական բանականության գործիքներ, իրենք ասեցին աշխարհում շատ քիչ երկրներում են այս գործիքները կիրառվում։ Ես առաջիկա շաբաթվա ընթացքում գնալու եմ գործուղման, որտեղ մեզ հրավիրել են արհեստական բանականության գործիքները մեր ներկայացնենք համաշխարհային մակարդակով։ Այսինքն այս առումով կարելի ասել Հայաստանը հարկային վարչահայտության արհեստական բանականության քարտեզի համաշխարհային քարտեզի վրա արդեն իր տեղը ունի եւ հետեւաբար նաեւ իր ասելիքը ունի, իր փորձով կիսվելու հնարավորություն ունի։ Ինչ վերաբերում է մարդու գործոնին, տեսեք ես իմ մոտեցումը մի քիչ այլ է անկեղծ ասած, որտեվ մարդկանց օպտիմիզացիայի մասին մենք երբեք չենք խոսում այս թվային տեխնոլոգիաները ներդնելիս, այլ խոսում ենք իրենց արտադրողականության բարձրացման մասին եւ իրենց ստեղծագործականության բարձրացման մասին։ Եվ տեսեք, այլ հավասար պայմաններում կարելի է ասել տնտեսությունը ամեն տարի մեծանում է։ Ինչքան մեծանում է, այնքան բիզնեսները շատանում են, ստուգելու շրջանակները մեծանում են։ Հետեւաբար նույն մարդկանց պահելով, իրենց զարգացնելով, արտադրողական դարձնելով, գործիքներ տալով, մենք կարողանում ենք սպասարկել ավելի մեծ տնտեսություն։ Այսինքն այս տեսանկյունից մենք մարդկանց օպտիմիզացիայի մասին չենք խոսում, ու իմ կարծիքով ընդհանրապես մենք պետք է մարդուն ամեն ինչի կենտրոնում պահենք ու մեր բարեփոխումները հենց իրենց շուրջ են։ Այսինքն իրենք պետք է դառնան լավագույն հարկային եւ մաքսային վարչարները, ինչու՞ չէ, ռեգիոնում եւ աշխարհում, եւ մեր մոտեցումը դա է ու անկեղծ ասած մեծ ողջևորություն կա, հատկապես երիտասարդների մոտ, երբ որ իրենք օրինակ ինչի այդ ողջևորությունը կա, որովհետեւ տնտեսությունը շատ մեծ է, այսինքն մի քանի մարդու համար տնտեսությունը շատ մեծ է, իր բազմաթիվ բիզնեսներով, բազմաթիվ ոլորտներով ու այսօր պետական եկամուտների կոմիտեն թերևս գործ ունի ամենամեծ տվյալների բազաների հետ։ Ու երբ որ մարդիկ տեսնում են, որ այս նոր տեխնոլոգիաները իրենց օգնում են այդ մեծ տվյալները անգամներով ավելի քիչ ժամանակում վերլուծել, դա մի հատ մեծ ողջևորություն է առաջացնում երիտասարդների մոտ հատկապես, մեզ էլ իրանք են ողջևորում։ Ես վերջերս մի քննարկման էինք մեր աշխատակիցների հետ, իդեպ պարբերաբար հրապարակում ենք դրանց մասին, իրենք ցույց էին տալի, թե ինչպես են կիրառում արհեստական բանականության տարբեր գործիքներ ու ասենք մեկ օրվա աշխատանքը նվազեցրել էին մինչև ընդհանուր 1 ժամի կամ 2 ժամի կամ մեկ օրվա չէ, նույնիսկ շաբաթվա աշխատանքը նվազեցրել էին դրա ու այդ նշանակում որ մարդիկ դառնում են ավելի արտադրողական եւ սա է մեր ճանապարհը։ Մենք այս ճանապարհով էլ շարունակելու ենք մարդկանց վրա կենտրոնանալ եւ մարդկանց զարգացնել ու ավելի ստեղծագործ դարձնել մեր ճանապարհին։ Արձագանք ունեք, խնդրեմ պարոն Կարապետյան։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, այսինքն մենք կարող ենք փաստել, որ
արհեստական բանականությունների գործիքների կիրառման մեր սեփական մոտեցումներն ու մոդելը ունենք, որը կարող ենք նաև որպես փորձի փոխանակում տալ աշխարհին։ Այո, իրանք իրականում եթե արհեստական բանականության մոդելները իրենք ստանդարտ կան, բոլոր տեղերում էլ կան։ Այստեղ փորձառությունը նրա մեջ է, թե դու հատկապես ինչ տիպի վարչայության մեջ ես օգտագործում դա, ինչքանով ես լայն օգտագործում դա, քո տնտեսությունը ինչ առանձնահատկություններ ունի, որ կարողանում է այդ գործիքը օրինակ տեսնել, այս փորձառությունը սրանց մեջ է ավելի շատ, բայց բուն որպես տեխնոլոգիա ինքը արդեն աշխարհին հայտնի է ու երկրները աստիճանաբար դնում են, բայց մենք արդեն կարող ենք տարբեր երկրներին նույնիսկ սովորացնել, թե ինչպես կարելի է ներդնել դրանք։